արել, որովհետև ինձ համար ցավ է, որ մեր հանրությունը սկսել է արդեն գրականություն չհասկանալ։ Սա շատ աղետ է մեզ համար։ Մենք սկսել ենք չհասկանալ երաժշտություն, անցած անգամ իմ եղբայրը շատ լավ խոսեց երաժշտության բնագավառում առկա խնդիրների մասին, չենք հասկանում երաժշտություն, ինչ երաժշտություն է հնչում մեր հարսանիքներում, ինչ երաժշտություն ենք լսում մենք մեքենաներում, այս ամեն ինչը, եթե հաշվի առնենք հետևյալ հանգամանքը, որ մենք միշտ Գրիգոր Նարեկացու մասին խոսելիս ասում ենք, Նարեկը մարդկանց բուժել է, ճիշտ է, ճիշտ է։ Եթե Նարեկը ունակ է մարդկանց բուժել, հարց եմ տալիս Սարգիս Հայենցին, իսկ ինչ կարող է անել վատ մշակույթը։ Կարող է կործանել։ Այո։ Կործանել, միայն կործանել։ Այսինքն մենք այսօր ամենօրյա ինքնաբզկտմամբ ենք զբաղված եւ կործանում ենք մեր ժողովրդին։ Ամեն մի անճաշակ երգ, ամեն մի վատ բանաստեղծություն, որ հնչեցվում է, ամեն մի վատ բան, որ հնչեցվում է, դա նշանակում է սուր ուղված հայ ժողովրդի սրտին։ Մեր երիտասարդ հեղինակներից մեկը, փորձելով ինքնատիպ լինել, գրել է. Հայրենիք, ես քեզ ատում եմ, ծախելու եմ քո քաղաքները, որտեղ ատում եմ քեզ, ծախելու եմ քո գյուղերը, գնամ արտասահմանում տուն առնեմ, ապրեմ։ Բանաստեղծություն է գրել եւ ստացել է պետական մրցանակ։ Զգում եք ինչ է կատարում Հայաստանում։ Մեր այս հավաքը մեկ նպատակ ունի, որ մենք մտահոգվենք, այսպես չի կարելի։ Մենք չենք կարևորում մեկ բանաստեղծության դերը, մեկ երաժշտական կատարման դերը, չենք կարևորում, բայց իրականում դրանք մահացու են։ Դրանք շատ ծանր հարված են մեր սրտին ու մեր հասարակության։ Մեր հասարակությունը այս տարիների ընթացքում անճաշակ արվեստ ընկալելով արդեն գիտեք թե ինչի է վերածվել։ Ահա ինչու մենք իրար չենք հասկանում։ Ահա ինչու ամեն փոքրիկ բանից թշնամանք, ատելություն եւ այլն։ Այսօր ես շատ կուզեմ ձեզ լսել,